Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի մի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Տեր-Թադեին։ Բարև ձեզ Տեր-Թադե։ Ողջույն ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք ինձ։ Երեք տեղեկացանք, որ դատախազը հաստատել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսների եւ կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել դատարան։ Գործը հարուցվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, նույն գործով Գարեգին Բ-ի նկատմամբ եւս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։ Այս 6 եպիսկոպոսները վախենում են, ինչն է պատճառը, որ իրենք ընդդիմացան այս հարցին։ Հավատքի մեջ Հիսուս Քրիստոս միշտ մարդուն թողնում է ընտրելու իրավունքը։ Ոչ մի պարագային չի վերցնում մարդու ձեռքից ընտրելու իրավունքը, մարդն ինքն է ընտրում ամեն ինչի մեջ։ Եվ այդ եպիսկոպոսների ընտրությունն է դա։ Իհարկե, ամեն ընտրություն ունի իր հետևանքները եւ իր պատասխանատվությունը, եւ նրանք ընտրել են այդ տարբերակը։ Բայց կարծում եմ արդարությունը կվերականգնվի շուտով։ Նաև բազմիցս համացանցում տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ է տարածվում, որ Կտրիչ Ներսիսյանը մի շարք եկեղեցականների հարստահարել է, նրանց ամիսներ շարունակ աշխատավարձ չի տվել, պահումներ են արել, այդ եկեղեցականները ստիպված իրենց աշխատավարձից հրաժարվել են, այս տեսակ տեղեկություններ են պատտվել, տեղեկություն ունեք այս մասին։ Գիտեք, քահանաների զգալի մասը, մեծ մասը աշխատավարձ չի ստանում։ Եվ եթե մի քանի հոգի ստանում են աշխատավարձ, դա էլ դիտարկում են որպես անարդարություն։ Ինչու մի մասը պետք է ստանա աշխատավարձ, իսկ մյուս մասը ոչ։ Եվ սա անարդար մոտեցում է եկեղեցու կողմից իր եկեղեցականին։ Եվ թե ստանում են, պահումներ լինում է, ես հիշում եմ դեռ միաբան էինք այնտեղ Սարգսակ, որոշակի պահումներ անում էին ինչ-որ բացակայության դեպքում եւ այլն, բնական անույն սկզբունքը պետք է գործեր բոլորի պարագային, կարծում եմ։ Նաև այս տեսակ տեղեկություններ են հրապարակվում, որ Կտրիչ Ներսիսյանը չարաշահում է հիմնադրամների գումարները։ Ինչ որ տեղեկություն ունեք այս մասով։ Հեռնեկյան դպրոցի գործունեության համար բարերարի հատկացված գումարի մի մասն է ծախսվում դպրոցների կարիքների համար, ինչպես նաև այլ կենտրոնների ծախսերի պարագայում։ Եթե որևէ տեղ էական չի դա եկեղեցի կլինի կամ այլ կառույց, եթե չկա թափանցիկ հաշվետվություն հասարակությանը, մանավանդ այն կառույցը, որ հայտ է ներկայացրել հայ ժողովրդին, լինել այդ ժողովրդի հոգևոր առաջնորդը, այսինքն լինել արդարության ձայնի բարձրացնողը, ազնվության ջատագովը, թափանցիկության կողմնակիցը, եթե չեն իրականություն դարձնում այդ ամենը, ինչի համար իրենք կոչված են, հնարավոր է ամեն բան լինել։ Իսկ եկեղեցու գանձերի հետ կապված էլի այդ տեսակը շրջանառվում էր լուրեր եւ ռուս եկեղեցականներին ինչ որ նվիրել է ոսկյա զարդեր $25,000 արժողությամբ, օրինակ ռուս պատրիարք Կիրիլին է նվիրվել, այս տեսակ ինֆորմացիաները հավաստի են։ Որպես եկեղեցու առաջնորդ կարող են իրենք նվիրել, բայց այստեղ էլ, քանի որ արդեն մեծ արժեք ունեցող զարդերի մասին է, կարծում եմ պետք է լիներ թափանցիկություն, որովհետև ի վերջո մեր այս ամբողջ պրոցեսը պայքարը կապված է մեկ բանի հետ, ազնվության հետ, թափանցիկության հետ, ինչքան որ հաշվետվություն չես տալիս, դրա հետ մեկտեղ փորձում են խորհրդավորության շղարշ քաշել այս ամենի վրա, որպես խորհրդավոր մի համակարգ, բայց գիտեք, եկեղեցին խորհրդավոր է Հիսուս Քրիստոսով եւ ոչ թե ֆինանսական գաղտնիությամբ։ Եթե իրենք փորձում են այդ ֆինանսական գաղտնիությունները պահել, դա եկեղեցու հետ կապ չունի ուրեմն։ Այսինքն ցանկացած կառույց ունի ֆինանսական հատված, ինչպես որ եկեղեցին։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը իր գանձանակը պահում էր Հուդայի մոտ։ Եվ Հուդան իմացակ վերջում ինչ եղավ։ Այդ դրամը մամոնան, երբ որ դու ձեռքդ մեկնում ես, երկարում ես դեպի մամոնան, դու շատ կայացած պետք է լինես։ Եթե դու կայացած չես, դու գայթակղվում ես
եւ այն միշտ տանում ես դեպի քո գրբանը։ Միշտ ձեռքդ գնում է դեպի քո գրբանը։ Եվ դա կոչվում է կոռուպցիա։ Եվ եթե ազնվորեն չես առաջնորդվում, թափանցիկ չես լինում, գիտեք, կարող եք հարցնել յուրաքանչյուր եպիսկոպոսի հայ եկեղեցում։ Իրենք տեղյակ են հայ եկեղեցին որքան գումար ունի։ Հարցրեք, անկեղծ հարցրեք։ Չգիտեմ։ Հարցրեք։ Տեսեք, որ եպիսկոպոսը ի վերջո այնտեղ բազմաթիվ ժողովներ են արվել եպիսկոպոսական, տարբեր մարմիններ կան, մեկ անգամ հարցրեք, օրինակ 10 եպիսկոպոսների մեծ մասը եղել են հանձնաժողովների մեջ։ Նրանց հարցրեք, որևէ անգամ ֆինանսական որևէ հաշվետվություն, ներքին թափանցիկ հաշվետվություն եղել է, դուք գիտեք, որքան դրամագլուխ ունի մայրաթոռը, որ բանկում է պահվում, ինչպիսի արժույթներով է պահվում, երբ է դուրս գալիս, ով է ստորագրում դրա դուրս գալու համար, լավ դուրս եկավ, ով է հետևում, որ դուրս եկած գումարը ճիշտ նպատակին ծառայեց։ Հարցրեք, տեսեք, որևէ մեկը կարող է ասել, ես տեղյակ եմ, ես գիտեմ ինչ է տեղի ունեցել, եւ ես գիտեմ, որ այս գումարը այստեղից դուրս է եկել, գնացել է այստեղ։ Օրինակ ենթադրենք զոհված ընտանիքին կամ, չգիտեմ, ինչ որ մի ծախսի համար, թեկուս քահանային ընտանիքը պահելու համար դուրս է գրվել այսքան գումար եւ հասել է իր նպատակին, կամ քահանան գնացել է, ենթադրենք, վիրահատվել է եւ այդ վիրահատությունը ամբողջությամբ մայրաթոռը ինքն է իր վրա վերցրել այդ ֆինանսական բեռը։ Գնացեք եւ հետաքրքրվեք եւ հարցրեք եւ տեսեք, քանի նման դեպքեր կան, ինչ գումարներ են դուրս եկել եւ ուր են գնացել։ Տեր Թադե, եկեղեցական կանոնակարգով այդ գումարները, հա, բարերարներից եկած, եկեղեցու հավաքած միջոցներով տնօրինում է բացառապես կաթողիկոսը ըստ կանոնակարգի, թե նաև եկեղեցական ժողովի մասնակիցները, եպիսկոպոսները ըստ կանոնակարգի։ Կանոնակարգը հետևյալն է ասում։ Գիտեք, կանոնակարգի մեջ սա է։ Սա հայ եկեղեցու փաստացի, որ եկեղեցին գործում է այս կանոնի հիման վրա։ Այս 19-20 էջ է։ 19 էջ է։ Սրա հիման վրա է։ Այսինքն մայրաթոռը ներկայացրել է այս փաստաթուղթը Հայաստանի Հանրապետությանը որպես կառույց, ասել է, որ մենք այս սկզբունքով ենք աշխատում։ Եվ այս կանոնակարգի մեջ գրված է հետևյալը, որ ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրում է եպիսկոպոսական ժողովներ եւ ազգային եկեղեցական ժողով եւ հաշվետվություն է տալիս ազգային եկեղեցական ժողովին։ Հիմա խնդրում եմ ինձ հիշեցրեք։ Վերջին անգամ երբ է գումարվել ազգային եկեղեցական ժողով եւ երբ է գումարվել եպիսկոպոսական ժողով։ Շվեյցարիայում ինչ էր անցկացվում եպիսկոպոսալ ժողովը չէ։ Հավաք։ Ուղղակի հավաք։ Ուղղակի հավաք։ Եվ գիտեք հետաքրքիրն ինչն է, որ իրենք նույնիսկ չեն առաջնորդվում ընդունված փաստաթղթով։ Սա կանոնագիրքն է մեր հայ ժողովրդի հարստությունը եկեղեցական։ Նայեցեք, որքան հաստափոր է, սա երկրորդ հատորն է, եւ սա 1700 տարվա եկեղեցու օրենքն է։ Մի գիտական հոդվածի չափ։ Այստեղ որ սկսում ես նայել, բառեր են գրած հայ ազգ, քրիստոնյա, հավատացյալ, չգիտեմ, սրբազան ավանդույթ, ամեն մի սրբազան ավանդույթի մասին կարելի է 19 էջ մոտավորապես գրել, լավ 10 էջ գրել։ Ամբողջ եկեղեցու կանոնը 19 էջ լինի։ Նաև խոսվում է փոփոխության մասին, տեսակ քննարկումներ։ Նայեցեք, սա կնիքն է կաթողիկոսի 2000 թվական։ Ընդ որում այս փաստաթուղթը, այս փաստաթուղթը 19 էջանոց դեռևս դեկտեմբերին է տրվել 1996 թվական։ Այդ ժամանակ է հաստատված 96 թվականին հաստատված փաստաթուղթ է եւ ընդամենը կարծեմ այս մի առաջի էջն է, որ 2000 թվականին ինչ-որ մի բան լրացում է եղել կամ փոփոխում է եղել։ Եվ ոչ ավելին։ Իսկ գիտեք, յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն ամենափոքր երևի նայես, երևի այսքան կանոն ունի։ 3 ստեղծված մի, հիմա մենք եթե վերցնենք իրար հետ ինչ-որ մի
կբացենք, մի այսքան մի կանոն կգրենք։ Լավ, 1700 տարվա եկեղեցին չէր արժենում օրենքներ գրել։ Ինչու չի գրվել։ Հարց, չէ՞ որ պետք է լինի մեկը, որ այս հարցերը բարձրացնի։ Ինչու չեք գրել։ Պատճառը թող ասեն, ինչու չի եղել։ Իսկ գոնե ներքին քննարկումներում նման հարց բարձրացնող չի եղել ձեր տեղեկությունները։ Գիտեք, լավ, ենթադրենք բարձրացրել են։ Մենք պետք է նայենք վերջնարդյունքին։ Չկա։ Հիմա թե այնտեղ բարձրացրել են, ինչ քննարկումներ են գնացել, վերջնարդյունքում հայ ժողովրդին սա չի հետաքրքրում։ Հայ ժողովրդին հետաքրքրում է վերջնարդյունքը։ Արդյունք եղավ, թե չեղավ։ Ի վերջո մենք հոգևորականներս հայտ ենք ներկայացրել հայ ժողովրդին լինել հոգևոր առաջնորդներ։ Եվ հոգևոր առաջնորդը չունենա հստակ կանոնադրություն, սա հասկանում եք, շատ քիչ է հայ եկեղեցու համար այս մի քանի էջը, սա իմիջիայլոց մեր միակ պաշտոնական փաստաթուղթն է, որով պետությունը եւ եկեղեցին կարող են իրար հետ հարաբերվել։ Միակ։ Իսկ գոնե այս փաստաթղթում կա այդ ֆինանսական հաշվետվությունների տնօրինման մասին որևէ կետ։ Չէ, այս փաստաթղթում հստակ կերպով ասում է, որ կաթողիկոսը հաշվետվություն է տալի ազգային եկեղեցական ժողովին։ Մոտավորապես 7 տարին մեկ պետք է լինի, խորհրդավոր թիվ։ Մոտ 27 տարի անցել է եւ չի գումարվել։ Հարց, ինչու չի գումարվել։ Արդյոք մեր եկեղեցին ոչինչ չի արել։ Սա հստակ, ասենք, ոչինչ չեն անում, դրա համար չեն գումարում, կամ մախինացիաներ կան, դրա համար չեն գումարում։ Հաշվետվություն պետք է տան, պիտի լինի թափանցիկություն, ի վերջո ազգային եկեղեցական ժողովը ներառում է եկեղեցականներ եւ աշխարհականներ։ Եվ հաշվետվություն են տալիս այդ ժողովին, թե ինչ է արել կաթողիկոսը։ Ի վերջո իրեն ազգային եկեղեցական ժողովն է նշանակում կաթողիկոս եւ ինքը ենթակա է այդ ժողովի որոշմանը։ Բայց իրենք այդ ժողով ինքը պետք է գումարի, կաթողիկոսը պետք է գումարի ազգային եկեղեցական ժողով, բայց չի գումարում, որովհետեւ ինքը այնտեղ պետք է տա հաշվետվություն։ Հիմա իմ մեջ որպես սովորական մարդ հարց է առաջանում։ 25, 26, 27 տարի չի գումարվել այդ ժողովը։ Ինչու՞։ Ուրեմն ոչինչ չի արվել։ Ոչինչ 27 տարի պետք է ընդունեն, ոչինչ չեն արել։ Եթե չեն գումարում, ուրեմն ոչինչ չեն արել։ Իսկ չգումարվելու դեպքում օրինակ ինչ որ պատիժ նախատեսված է ձեր կանոնակարգով։ Չէ, այստեղ չկա ոչ մի բան։ Ինքը ասում է օրենքը ինչ է։ Օրենքով պիտի արվի։ Եթե դու չես անում, նշանակում է դու արդեն օրենք խախտել ես։ Իսկ օրենք խախտելու դեպքում պետք է լինի պատասխանատվություն։ Իսկ պատասխանատվություն չկա ուղղակի չկա եւ վերջ։ Բարենորոգման խորհուրդը, որը ստեղծվեց նաև վարչապետն է մասնակցում այդ ժողովներին, 10 եպիսկոպոսները բարձրաձայնեցին այդ խնդրի մասին։ Հիմա ինչպես դա պետքա միսու արյուն ստանա, հա, կոպիտ ասած, որտեղ այս մարդը ամենատարբեր խախտումներ արել է, հա, եկեղեցական կանոնակարգով հենց նույն ձեր նշած թեմայով։ Ինչ պիտի արվի, ի վերջո, որ այս մարդը հեռանա։ Նայեցեք, խորհուրդը բարենորոգման առաջարկում է կաթողիկոսին հանգստի կոչվել, որովհետև եպիսկոպոսները, գործող եպիսկոպոսներ են եւ եկեղեցու ներսից են, դրսից չեն, այլ մարդ չի, աշխարհականներ չեն, Եվրոպայից կամ այլ երկրից եկած չեն, Ռուսաստանից կամ Ամերիկայից, Հայաստանի գործող եպիսկոպոսներն են, թեմերի առաջնորդ պատասխանատու մարդիկ, եւ իրենք ներսից փորձում են խնդիրներ լուծել։ Բայց կաթողիկոսը չի գնում այդ լուծումներին։ Ուղղակի չի գնում, ուղղակի կանգ է առել եւ վերջ։ Գիտեք, ես քահանա եմ, իրենք ինձ կարգալույց հռչակեցին եւ այլն։ Գիտեք, կաթողիկոսը չցանկացավ ինձ հետ հանդիպել, չտարօրինակ։ Այսինքն ինքը իրեն համարում է, որ ինքը շատ բարձր է, ես շատ ցածր եմ, արժանի չեմ իր հետ հանդիպելու։ Ի վերջո ինքը հայր է կոչվում, չէ՞։ Ամենայն հայոց։ Ինքը մեր բոլորիս հոգեվոր հայրն է։ Ես բարձրաձայնեցի հարցեր, խնդիրներ, ընդհանրապես մեկ էջ տեքստ գրեցի։ Ոչինչ, ոչ մեկին չեմ վիրավորեի, ոչ իրեն, ոչ մեկին, բայց կապը տեղից կտրվեց։ Այսինքն լավ, ինձ հետաքրքիր է, ի վերջո տարիքով մարդ է ինքը, չէ։ Փորձառություն է, չէ, տարիքը նաև մարդուն փորձառություն է բերում, իմաստություն է բերում, շնորհ է բերում։ Մեկ անգամ չցանկացավ ինձ ասել, լավ, դու երիտասարդ հոգևորական ես։ Հələ միգուցե արի տեսնենք ինչ է եղել։
Իսկ մյուսների դեպքում թե նրանք չէին դիմել Տեր Արամը, Տեր Տարոնը։ Մեկ անգամ մենք ասեմ միջնորդավորված փոզեր ենք հանդիպել իր հետ, հրաժարվել։ Չի եղել, չի հետադարձ կապ չի եղել, ու միջոցով ուղարկել, հետադարձ կապ չի եկել։ Այսինքն չի ցանկացել։ Ինչու չի ցանկանում։ Լավ, իմաստը չէ որ այդ եկեղեցին իրենը չի միայն։ Այդ եկեղեցին որքան իրենն է, այնքան իմն է։ Այնքան նաև ձերն է եւ մյուսինն է։ Եթե լիներ ենթադրենք եկեղեցին լիներ ինչ որ մի կառույց, որը իրենց ընտանիքի անդամներ, ասենք իրենց պապն է հիմնել, ինչ որ, չգիտեմ, սուպերմարկետ լիներ կամ ինչ որ մի կառույց լիներ, որտեղ որ իրենք են տնօրենը, իրենց պապենական կառույցն է, այդ դեպքում այո, իրանք իրավունք ունեին, որ ասենք չի համապատասխանում, չես ուզում, մեր մոտ չես աշխատում, գնա։ Բայց սա այդպիսի կառույց չէ, սա իմն էլ է։ Այստեղ ես էլ իրավունքներ ունեմ։ Իդեպ այս տեսակ խոսակցություններ կային, որ կուսակրոն եկեղեցականներ կան եկեղեցում բնակվող, որոնք որևէ այլ տեղ չեն կարող ապրել, կա որ անդամալույց է եւ նրանց առողջական հարցերը չի լուծվում։ Այս տեսակ ինֆորմացիաներ կան, դուք տեղեկություն ունեք այդ մարդկանց մասին։ Անունները կարող եմ նշել, հա։ Ես հիշեցի, եթե չեմ սխալվում, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի ժամանակ էր, որ ինքը նստում էր Թիֆլիսում, որպես կաթողիկոս, Էջմիածնի կաթողիկոս նստում էր Թիֆլիսում, միայն ամռան էր գալիս Էջմիածին, նշանակում էր տեղապահներ մի քանի, որոնցից մեկը դեղերի պահապան էր, այսինքն եթե միաբան հիվանդանում էր, ինքն էր որոշում դեղ տալ, թե չտար։ Կար բանտի եկեղեցական, որ ասենք այդ միաբաններից, եթե որևէ մեկը ինչ-որ կան էր խախտում, բանտ էին նստածում, եկեղեցու մեջ բանտ։ Եվ գալիս էր այդ մարդկանց նշանակում էր, եւ այդ մարդիկ կառավարում էին, ինքը թողնում գնում էր։ Հիմա մի տեսակ դրան նման մի բան հիշեցի, որ այդ բանը կա, Էջմիածնի կաթողիկոս նստում էր ուրիշ տեղ, միայն ամռանը մի երկու ամսով գալիս էր այստեղ, ու նորից գնում էր այնտեղ։ Ու մի քանիսը որոշում էին դեղ տային, թե չտային, բանտ նստածնեին, թե չնստածնեին։ Եվ այդ միաբանները ես ցավում եմ, եթե 21-րդ դարում ֆեոդալիստական համակարգ կա։ Եվ մենք պայքարում ենք այդ համակարգի ոչնչացման եւ մեր արժեքների վերարժևորման, որովհետեւ եկեղեցին դա արժեքային կառույց է, արժեքահեն կառույց է, քրիստոսահիմն կառույց է եւ հիմա մի տեսակ դուրս ենք եկել քրիստոսահեն կառույց լինելուց, դարձել ենք շինարարության մի հիմնարկ, դարձել ենք, չգիտեմ, ինչ-որ տարբեր նմանատիպ բաների հիմնարկ, բայց մեր առաքելությունը Հիսուս Քրիստոսի խոսքը քարոզելն է, սա է։ Սա է ամբողջ հա եկեղեցի, որ ասում եք, պետք է հասկանանք սա, Աստծո խոսքը եւ սա օրենքը, եկեղեցական ներքին, արտաքին օրենքը։ Սա եւ այս երկուսն էլ կաղում են։ Մենք չենք կարող կանոնագիրքը հիմա դնել որպես եկեղեցական օրենսդրում, որտեղ այս կանոնագիրքը մշակվել է 71 թվականին կարծեմ աշխարհիկ գիտնականի կողմից։ Սովետական միության տարիներին գրվել է, հավաքագրվել է, այստեղ դրել են ամբողջ եկեղեցու անցյալ պատմությունը։ Եվ այս տարիների ընթացքում չի մշակվել այդ կանոնները։ Ինձ թող տան փաստաթուղթ, որտեղ գրված է քահանայի իրավունքը։ Չեմ տեսել նման փաստաթուղթ։ Թող ցույց տան փաստաթուղթ, որտեղ որ կա եպիսկոպոսի իրավունքը։ Ի վերջո, մենք բոլորս ունենում ենք նաև իրավունքներ, ոչ միայն պարտավորություններ։ Ձեզ հետ կապված երբ որ խնդիրներն առաջացան եւ ձեզ կարգալույց հրճակեցին, սկսվեց ֆեյքագրով, հա, ձեր նկատմամբ, մյուս քահանաների նկատմամբ, որոնք ընդդիմացել էին։ Հիմա մեղմացել է, թե դեռ շարունակվում է այդ սպառնալիքները ձեր ընտանիքի նկատմամբ։ Մեղմացել է հիմա։ Մեղմացել է, այո։ Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում ինձ համար։ Ես գնում եմ այն ճանապարհով, որ եկեղեցին պետք է իր արժեքները վերանայի։ Ի վերջո պետք է լինի սերնդափոխություն եւ եկեղեցին պետք է կարողանա նորովի ներկայանալ հայ ժողովրդին, ավելի բաց լինի, ավելի թափանցիկ լինի։ Հասկանում եք, հասարակության մեջ շատ խելացի մարդիկ կան եւ երբ որ
դու սկսում ես ամեն ինչ իրենցից թաքցնել եւ խորհրդավորություն հաղորդել, շղարշ քաշել, մարդիկ սկսում են հիասթափվել, լուր հիասթափվել։ Գիտեք, ամենայն հայոց կաթողիկոս տիտղոսը նրա համար է, որովհետև ինքը բոլոր հայերինն է, չէ՞։ Եթե հիմա պետությունը մարդը համար անցկացնի մեկ հարցում, որ այստեղ Հայաստանում բնակվող գրեթե թե 3 միլիոն մարդու հարցնի, ձեր հավատքը, եւ նշված լինի ոչ թե դուք հայ եկեղեցու հայտեվորդ եք կամ քրիստոնյա եք, թե մուսուլման կամ այլ բան, այլ հստակ նշվի դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, դուք ավետարանչական եկեղեցու հետևորդ եք, դուք հիսունական եք։ Եթե հարցում լինի, ինձ թվում է մեր եկեղեցին մեծ մտահոգություններ պիտի ունենա։ Ճշմարիտ անկեղծ հարցում։ Ոչ թե հարցում լինի, որ դուք քրիստոնյա եք, ասի այո, այլ չէ, դուք քրիստոնյա եք եւ երկրորդ։ Դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, դուք բողոքական ճյուղի որևէ եկեղեցու հետևորդ եք եւ գիտեք մտահոգիչ է։ Ինձ թվում է շատ մտահոգիչ կլինի։ Եվ ամենայն հայոց տիտղոսը քիչնի։ Եվ ինչ է նշանակում սա։ Որ սա նշանակում է աշխատանք չի եղել։ Անկեղծ ազնիվ աշխատանք չի եղել։ Շինարարություն է եղել։ Գիտեք, հա, լավ բան է շինարարությունը։ Բայց մեր առաքելությունը շինարարության մասին չէ։ Մեր առաքելությունը Հիսուս Քրիստոսի խոսքը քարոզելն է, մարդկանց սովորեցնելը, որ գիտեք, սիրելիներ, Հիսուս Քրիստոսն է մեր հոգիների փրկիչը։ Այն ինչ որ գրված է նոր կտակարանի մեջ, դա մարդկանց քարոզելն է։ Սա է մեր առաքելությունը։ Եվ եթե մենք անընդհատ շինարարություն անենք, մենք բաց ենք թողնում մեր ամենամեծ առաքելությունը, կարևոր առաքելությունը, Հիսուս Քրիստոսին քարոզելը, որովհետև ժողովուրդը եկեղեցին ընդունում է որպես Հիսուս Քրիստոսի քարոզչության օջախ, ոչ թե շինարարության օջախ, որովհետև լիքը բազմաթիվ շինարարական ընկերություններ կան։ Մենք հայտ ենք ներկայացրել ժողովրդին, որ լինենք հոգևոր, ոչ թե շինարարական ինչ-որ մի կամպանիա կամ ինչ-որ կառուցել այլ։ Տեր Թադե, երբ ձեր նկատմամբ, ձեր ընկեր քահանաների նկատմամբ, եպիսկոպոսների նկատմամբ այդ արշավը սկսվեց, բավականին մեծ էր, հա, ֆեյքագրողներ, հարձակումներ եւ այլն, ներսից տեղեկություն ունեք այդ մարդիկ, որոնք որ չեն ուզեցել, բայց սկսել են խոսել ձեր դեմ, հիմա չեն փոշմանել իրենց արարքի համար։ Օրինակ հիշեցի Տեր Բարդողիմեոսին, որ ինքը հրաժարվել էր ֆեյքերեցների խմբին միանալ։ Գիտեք, ինձ թվում է մարդու մեջ կա ազնվությունը եւ այդ ազնվությունը ես վստահ եմ որ շատերի մեջ կա թեպետ եւ իրենք դեմքով դարձած են դեպի կաթողիկոսի անձը բայց իրենց հոգիները մեր հետ են իրենց սրտերն ու իրենց մտքերը մեր հետ են որովհետեւ այո շատ եկեղեցականներ կան որ սպասում են որ ի վերջո պիտի գնա տրամաբանական լուծման։ Բայց թվում է թե իրենք այն կողմից են խոսում։ Բայց իրականում նրանք մեզ հետ են։ Սա էլ է հետաքրքիր մոտեցման ձև, որ մարդիկ փորձում են լուր մնալ, բայց լուր աջակցում են մեզ։ Եվ սա շատ կարևոր է, որ մարդը հասկանում է եկեղեցին կարևոր է յուրաքանչյուր հայի կյանքից ներս, շատ կարևոր է։ Այ կտրիչ եւ Եզրաս Ներսիսյանները բազմաթիվ հարցեր լուծելու փոխարեն կոնկրետ զբաղված են ընդդիմադիրների շահերը սպասարկելով հենց նույն Եզրաս Ներսիսյանը թույլ է տալիս որպեսզի Մոսկվայի հայկական եկեղեցու Բաքում ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի ինչ որ միտինգներ տեղի ունենան դա այն դեպքում երբ որ Մոսկվայում անգամ մեկ հոգի պաստառով ոչ պատերազմին պաստառով կանգնած մարդուն ձերբակալում եւ տանում են այդ երկրում արգելված է զանգվածային միջոցառումները բայց հայկական եկեղեցու Բաքում իշխանությունների դեմ հանրահավաքներ անելը թույլատրվում է։ Եք փառք ու պատիվ մեր Հայաստանի Հանրապետությանը, որ Հայաստանի Հանրապետությունը ազատ երկիր է։ Ես հիշում եմ մեկ ռուս եկեղեցական, որ պատերազմի սկզբնական փուլում պատերազմ բառն էր ասել եւ իր հանդեպ օրենսդրային եւ հասարակական ճնշումներ գնաց։ Մեկ եկեղեցական, շարքային մեկ եկեղեցական, բայց
մեր երկիրը կարծում եմ այնքան հրաշալի է, որ մենք ազատ ենք, խոսքի մեջ ազատ ենք։ Ինձ համար այդքան մտահոգիչ չի, որ իրենք հայկական եկեղեցու բակում քաղաքական գործչի են պաշտպանում, այլ ինձ համար շատ ավելի մտահոգիչ է, երբ որ ընտրությունների ժամանակ եկեղեցականները կիրակի օրը պատարագ չեն տալի, գալիս են Հայաստան։ Սա ավելի մտահոգիչ է։ Սա շատ մտահոգիչ է, այսինքն եկեղեցականի առաքելությունը եկեղեցական գործունեությունն է։ Եվ ոչ թե այդ կիրակի բոլորը չասեմ, այլ մի մասը գտնվեն ենթադրենք Հայաստանի Հանրապետությունում։ Սա մտահոգիչ է արդեն։ Եվ եկեղեցին իր քայլերը անում է հստակ կերպով, եւ նաեւ ինքը պետք է հասկանա, որ պետությունն էլ իր քայլը, եկեղեցին իր լծակներն է օգտագործում։ Պետությունը իր լծակները պետք է օգտագործի։ Եկեղեցին ունի իր լծակները, պետությունը իր լծակները, եւ հետեւաբար չպետք է եկեղեցականները բողոքեն, որ ճնշումներ կա, ենթադրենք հալածանքներ կա, պարզապես իրենց քայլերը արել են արդեն։ Եվ այս ժամանակը, որ ընդմիջված էր, գիտեք, դա հրաշալի ժամանակ էր։ Ինքնավերլուծության հրաշալի ժամանակ էր, բայց կարծում եմ նորից եւս մեկ անգամ իրենք բաց թողեցին շատ կարևոր մի պահ։ Ցավոք սրտի։ Եվ ես ուզում եմ մեր հասարակության մեջ հստակ մի բան ասել, որ ամրագրվի, սիրելի քրիստոնյաներ, մեր պայքարը հայ եկեղեցու դեմ չէ։ Մեր պայքարը եկեղեցում գործող որոշ եկեղեցականների դեմ է, որ մենք գտնում ենք իրենք եկեղեցին սխալ ուղղությամբ են տանում, մենք կանգնում ենք եւ ներսից եւ դրսից նաեւ որոշ քրիստոնյաներ, որոնք որ մտահոգված են եկեղեցու ընթացքով, անցած ճանապարհով, գալիքով, իրենք էլ կանգնած մեզ հետ միասին ասում են, որ եկեղեցու մեջ որոշ եկեղեցականներ, որոնք ունեն իշխանություն այս պահին եկեղեցին կառավարելու, իրենք սխալ են կառավարում, որովհետեւ եթե մենք լինենք եկեղեցու դեմ, թող այս պահին մայրաթոռում պաշտոն զբաղեցրած անձինք բերեն ցանկացած փաստաթուղթ, որ հայ եկեղեցու դավանանքն է։ Մենք պատրաստ ենք ստորագրելու։ Մենք չենք հրաժարվում հայ եկեղեցու դավանանքից, մենք չենք պայքարում հայ եկեղեցու դեմ։ Մենք ընդհանրապես փորձում ենք մի քանի մարդկանց, որոնց որ տեսել ենք իրենց աշխատանքը, տեսել ենք տարիներով իրենց աշխատանքը, իմ ասում եմ, եղբայր, ծերացել եք, ձախողել եք կամ չեք ձախողել, կամ ժամանակներն են այդպիսին եղել, այդքան մի կարճած մնացեք այդ աթոռից։ Գնացեք, թողեք նորերը գան։ Ի վերջո ժամանակը գնում է, սերունդները փոխվում են եւ այդ խզվածքը, որ առաջանում է, շատ դժվար է վերականգնել, շատ դժվար է վերականգնել։ Այ երբ ձեզ ներկայացնում են, որ դուք եկեղեցու դեմ եք դուրս եկել եւ այլն, դրա հակառակ կողմում ժողովուրդն էր, որը ձեր թիկունքին կանգնած էր, Տեր Արամի, Տեր Տարոնի։ Հիմա էլի նույն վիճակը շարունակվում է, չէ՞, թեմում որտեղ դուք եք ձեր ծառայությունը իրականացնում։ Նույն վիճակը շարունակվում է եւ ինչ այլոց ասեմ, ընտրություններից հետո էլ ժողովուրդը երբ որ քվե տվեց գործող իշխանությանը, գործող իշխանության թեզերից մեկը այն էր, որ կաթողիկոսը եւ որոշ եկեղեցականներ պետք է գնան հանգստի։ Եվ գիտեք, ժողովուրդը ասեց այո։ Եվ հաճախ ինձ հարցնում են, Տեր այր, ինչ եղավ։ Չլինի հանկարծ, որ դուք այս շարժումը կիսատ թողնեք։ Հետ եք կանգնել։ Հա, հետ կանգնեք եւ այլն, մի քիչ բարբարային տարբերակներով են ասում, որտեղ իրենք էլ օր առաջ մեզանից սպասում են գործողություններ։ Բայց այդ գործողությունները լինելու են, բոլորը թող հանգիստ լինեն, այդ գործողությունները լինելու են, ունենալու են տրամաբանական լուծումներ։ Այ շատերին էր դա մտահոգում, որովհետև դա ընտրություններ, քարոզարշավ, բոլորը զբաղված էին այդ հարցերով եւ կարծեք թե հետին պլան էր մղվել, հա, Կտրիշ Ներսիսյանի հեռացման հարցը։ Գիտեք, ժամանակները բերում են տարբեր մարտահրավերներ եւ մարդը ինքը երբ որ սկսում է մտնել մի process-ի մեջ, ինքը հասկանում է ժամանակին որ խնդիրը լուծես, որից հետո։ Որտեվ խնդիրները եկել են sense կուտակվել են, հիմա հերթով պետք է լուծել։ Առաջի փուլը, ասեմ, էմոցիոնալ փուլ էր, ինֆորմացիայի փուլ էր, տեղեկություն տալու հասարակությանը, որտեվ երբ որ Տեր Թադեն գրում է մի տեքստ,
Տեր Արամը խոսում է հեռուստաընկերությունում կամ գրում է մեկ այլ տեքստ, հասարակության մեջ հարց էր առաջանում, ինչու։ Լավ ինչ եղավ, որ այս տղաները այսպես արեցին։ Որտեվ հասարակությունը չգիտեր ինչ կա եկեղեցու ներսում, մենք գիտեինք։ Եվ սկսվեց ինֆորմացիան հասանելի դարձնել մարդկանց, հասարակ քաղաքացուն։ Եվ երբ որ արդեն հասարակության մեջ իմացան, թե ինչ է տեղի ունենում եկեղեցու ներսում, հիշեցի Թումանյանի խոսքը, որ ասում են խնձորը ներսից է փտած։ Այսինքն վերևից նայում ես, գեղեցիկ խնձոր է, փոքրիկ մի հատ անցք կա, փոքրիկ, որ թվում է թե աննշան է, կարելի է մի հատ sense դանակով մի փոքր հանել եւ մնացյալ խնձոր ուտել, բայց երբ որ դու խնձորը կիսում ես, տեսնում ես, չէ, շատ է փտած։ Հիմա մենք խնձորը կիսեցինք ու բաց դրեցինք հասարակության առաջ։ Հասարակությունը ինքը տեսավ, գնահատականը տվեց, գնահատական, որ երբեմն էմոցիոնալ էր, երբեմն ոչ, տարբեր մոտեցումներ, բայց ի վերջո հասարակությունը ինքն է որոշողը, հասկանում եք, ինքն է որոշողը, եւ իր հոգեվոր ընթացքի, եւ նաեւ իր աշխարհիկ իշխանության ընթացքի, իր ձեռքն է այդ երկու լծակները։ Ժողովուրդը ինքն է որոշում։ Եվ այս պարագային է ժողովուրդը որոշեց, որ պետք է գործող ղեկավար կազմը պարզապես թողնի։ Ի վերջո նրանք գործել են։ Ինչ որ արել են, լավ են արել, վատ են արել, սխալ են արել, կոռուպցիա եղել, կոռուպցիա չի եղել, բայց ժամանակն է, որ իրենք թողնեն։ Բայց իրենք չեն թողնում։ Ուղղակի չեն թողնում։ Եպիսկոպոսները ներսից հարց են բարձրացնում։ Եվ այդ հարցին ոչ մի լուծում։ Հետո ասում են եկեղեցական բան, կանոնակարգով պիտի լուծվի։ Կներեք, բայց մարդկանց գժի տեղ են դրել։ Բայց մարդիկ հասկանում են ինչ է նշանակում եկեղեցական կարգով։ Այդ եպիսկոպոսները այդ հարցը բարձրացրեցին։ Ինչ եղավ։ Կապը կտրվեց։ Նույն սցենարն է գործում, էլի նորից կապը կտրվեց, լավ դու ամենայն հայոց հայրապետ ես։ Ինչու՞ չես դու քայլանում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Տեր Թադեի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։